ԱԿԲԱ բանկը ամփոփում է 2024-ը։ Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովն է, որն ամեն տարի դառնում է հարթակ կատարված աշխատանքը ամփոփելու եւ սահմանելու նոր մարտահրավերներ, սեփական ցուցանիշները գերազանցելու համար։ Բաժնետերերի ընդհանուր ժողովը արձանագրեց, որ բանկը զգալի առաջընթաց է գրանցել կորպորատիվ կառավարման ոլորտում, ամրապնդել առաջատար դիրքն ու ել ավելի բարձրացրել բաժնետերերի եւ ներդրողների վստահությունը։ Բաժնետերի ընդհանուր ժողովը այն գործիքն է, որի միջոցով բաժնետերը հնարավորություն է ստանում մասնակցել բանկի կառավարմանը։ Ինչու՞ չէ, դա նաև լավ հնարավորություն է շփվելու միմյանց հետ եւ միմյանց ավելի լավ հասկանալու համար։ ԱԿԲ-ն շարունակում է ուժեղ կորպորատիվ կառավարման ընկերություն կերտելու իր առաքելությունը։ Մենք ստեղծում ենք թափանցիկ եւ հաշվետու մի համակարգ, որտեղ բանկի բաժնետերերի, խորհրդի եւ ղեկավարության լիազորությունները լավ հավասարակշռված են։ Եվ այդ ամենի շահառուն ոչ միայն բաժնետերն են, այլև բանկի այլ շահակիցներ, այդ թվում բանկի հաճախորդները, բանկի աշխատակիցները, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, բանկի գործընկերները եւ ավելի լայն հասարակություն։ Մեր խնդիրն է լավ հասկանալ նրանց շահերը եւ հոգ տանել դրանց մասին։ Մենք նաեւ հավատարիմ ենք մնացել մեր արժեքներին, ներդրումներ ենք արել ոչ միայն երկրի տնտեսության մեջ, այլ նաեւ հասարակության, համայնքների մեջ։ 2024-ը միջազգային կազմակերպությունների հետ գործընկերության աննախադեպ զարգացման տարի էր։ ԱԿԲ-ն կնքեց ռեկորդային վարկային պայմանագրեր եւ ռիսկերի բաշխման գործարքներ։ Պայմանագրեր են կնքվել Եվրոպական ներդրումային բանկի, ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության, միջազգային ֆինանսական կորպորացիայի ու վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի հետ։ 2024-ին բանկը եւ American Express-ը հայտարարեցին իրենց երկարամյա համագործակցության ընդլայնման մասին։ ԱԿԲ-ն բացառիկ իրավունքով կշարունակի Հայաստան թողարկել եւ սպասարկել American Express քարտերը։ Զարգացման ֆրանսիական գործակալության խմբի դուստր ընկերություն Proparcon դարձավ ԱԿԲ-ի բաժնետեր, ձեռք բերելով բանկի բաժնետոմսերի 10%-ը։ Մենք վայելում ենք մեր միջազգային գործընկերների վստահությունը եւ մենք ուժեղ ենք նաև այն փորձով, որը մենք կարողանում ենք կուտակել իրենց հետ համագործակցության ընթացքում։ ԱԿԲ-ն 2024-ին շարունակել է ունենալ ֆինանսական ամուր դիրք։ Սուտ շահույթը 28.8 միլիարդ դրամ, որից 6.6 միլիարդ դրամն առաջարկվում է վճարել որպես շահութաբաժին։ Ակտիվներն աճել են հասնելով 931.7 միլիարդ դրամի, ինչը 18.9% աճ է։ Կապիտալն աճել է 22.8%-ով, հասնելով 163.4 միլիարդ դրամի։ Վարկային պորտֆելն աճել է 16.8%-ով, հասնելով 629.3 միլիարդ դրամի։ Իսկ ավանդների եւ թողարկված պարտատոմսերի պորտֆելն աճել է 18.9%-ով, հասնելով 623.5 միլիարդ դրամի։ ԱԿԲ-ն շուկայում առաջինն է պոստտերմինալների, բանկոմատների եւ թողարկված բանկային քարտերի քանակով։ ԱԿԲ Digital-ի օգտագործողների քանակը 2024-ի ընթացքում աճել է 37.9%-ով, տարվա ավարտին կազմելով շուրջ 530,000 օգտատեր։ Ես կարծում եմ, որ սրանով մենք հստակ մեսիջ ենք տալիս, որ բանկը թափանցիկ է եւ կանխատեսելու եւ երկարատև առումով շատ հարմար ներդրում է, շատ եկամտաբեր ներդրում է բանկի բաժնետոմսերի ձեռքբերում։ ԱԿԲ-ն տարեստարի գրանցում է կայուն աճ հիմնական բիզնեսի առումով, շահույթի առումով, հաճախորդների թվաքանակի առումով, թվային տեխնոլոգիաների զարգացման առումով։ Եթե միջինացնենք, մենք յուրաքանչյուր 4-ից 5 տարվա ընթացքում կրկնապատկվենք մեր բիզնեսը։ Դա նշանակում է մեր աճը կազմա տարեկան 15-ից 20%։ Բանկի զարգացման առանցքը լինելու է նորարարական լուծումների, հաճախորդակենտրոն փորձառության, ներքին արդյունավետության եւ կայուն զարգացման համադրությունը։ ԱԿԲ-ն նախատեսում է 2025 թվականին զգալիորեն զարգացնել իր թվային հարթակների ֆունկցիոնալ հնարավորությունները, ավելացնելով նոր ծառայություններ, ներդնելով վերլուծական նոր գործիքներ։ Ինչպես անցած ճանապարհը, այնպես էլ գալիքը ԱԿԲ-ն առաջ է շարժվելու միայն վստահությամբ ու անդադար զարգանալու մոտիվացիայով։